Եղբայրներ, այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է բուն բարեկենդանի տոնը։ Ես իմ քարոզը վերցրեցի քիչ առաջ սեղանից ընթերցված Մատթեոսի ավետարանի 6-րդ գլխի առաջի համարից, ուր մեզ հիշեցնում էր, մեզ ուսուցանում է Աստված, թե ինչպես ապրել երկրային կյանքը։ Բարեկենդանի տոնը հայ ժողովրդի պատմության ամբողջ ընթացքին եղել է մեր ժողովրդի ամենասիրելի, եթե չասեմ ամենասիրելիներից մեկ ամենասիրելի տոնը։ Եվ որը որ մեր ժողովրդի կենցաղի մեջ տոնվել է տարբեր կերպերով, դա եղել է ուրախության, խնդության, ցնծության օրեր։ Ես չեմ ուզում այս պայն անդրադառնալ այն սովորություններին, դուք ինքներդ կարող եք հետաքրքրվել եւ կարդալ այն մեծ նշանակության մասին, որ տրվում էր բարեկենդան տոնի մասին, հիշում եք Հովհաննես Թումանյանի բարեկենդան հեքիաթը։ Եվ սա ամենուրեք էր, եւ կերակրատեսակների մեջ, եւ խաղերի մեջ, բայց ամեն տեղ ինքը ուրախության տոն էր։ Եվ այսօր այս տոնն է, եւ ոչ միայն Հայաստանում, աշխարհի գրեթե բոլոր քրիստոնեական եկեղեցիներում բուն բարեկենդանը մեծ շուքով եւ հանդիսությամբ է տոնվել։ Բայց ես քիչ հետո կանդրադառնամ, ես երկու Կիրակի քարոզ եմ խոսել, եւ ներող կրնի կարող է այսօր մի քիչ երկար լինի, որտեղ ինքը բավականին մեծ խորհուրդ ունի բուն բարեկենդանի տոնը, նամանավանդ, որ վաղվանից փետրվարի 20-ից հայ առաքելական եկեղեցին սկսում է մեծի պահոց մեծ շրջանը, ինքնամաքրման, ինքնակրկնման շրջան։ Եվ շատ կարևոր է մեզ համար այսօր, որ մենք ետ նայենք քիչ Սուրբ Սարգսի տոնից սկսած մինչև այսօր բուն բարեկենդան ինչ տոնակատարություններ կատարվեցին մեր եկեղեցու մեջ։ Նախ Սուրբ Սարգսի տոնը, որը սիրո մեծագույն սուրբն է, որից հետո եկավ Տյառընդառաջի տոնը։ Սուրբ Սարգիսը մեր ժողովուրդը տոնում է, մեր երիտասարդների օրգնության կարգ է կատարվում եւ բացված է այն բոլոր խորհուրդը, որը որ իր մեջ Սուրբ Սարգիսը որպես հավատքի նահատակ իր որդու հետ Մարտիրոսի եւ 14 զինվորների հետ որպես քրիստոնեական եկեղեցու քարոզիչներ նահատակվեցին, որից հետո Տյառընդառաջի տոնն է, 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարի ընծայման տոնը։ Այս տոնը մեր կենցաղում այսօր է շարունակվում է, մեր քրիստոնյա զավակները, մայրերը, հայրերը իրար միասին գալիս են եկեղեցի, իրենց եկեղեցում, իրենց զավակին աղոթելու համար, ովքեր որ չգիտեն, դա նույն Տյառընդառաջի տոնն է։ Տյառընդառաջ, երբ որ կրակներ է վառվում, եկեղեցիների վառվում, եւ նաեւ Տյառընդառաջի արեթով նրապսակների օրգնության կարգ է կատարվում։ Բայց բնականաբար մեր ժողովրդից շատերը չեն իմանում այն մեծագույն խորհուրդը, որը որ Տյառընդառաջի տոնի մեջ է դրված։ 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարի ընծայման օրը Տիրոջը ընդառաջ գնար։ Եթե այսօր ասենք Տիրոջը ընդառաջ գնար, շատերը չեն հասկանա, ինչի մասին է, ով է գնում ընդառաջ։ Որպեսզի դա իմանանք, մենք պետք է գնանք պատմության խորքերը քրիստոնեական վաղ ժամանակներից Աստվածաշունչը, որը որ գրվել էր եբրայեցերենով, եւ պիտի թարգմանվեր հունարեն, եւ այդ թարգմանության ընթացքում բազմաթիվ մասնագետներ եբրայեցերենից հունարենի, այսպես թարգմանիչներ հրավիրվեցին, որոնք որ միասին կատարում էին Աստվածաշունչի թարգմանությունը։ Եվ այնտեղ եղավ մի պահ, որ պիտի գրվեր կույսը հղացավ եւ ունեցավ զավակ։ Եվ Սիմեոն ծերունին չհավատաց, ասում ինչպես կարող է կույսը հղի հանալ։ Եվ այդ մասը չթարգմանեց, հանեց պարզապես։
Եվ հաջորդ օրը, երբ որ ինքը մոտեցավ, թարգմանությանը իր կատարած տեսնում էր, որ այնտեղ արդեն առավել շեշտված, ոսկյա տառերով գրված էր, որ կույսը հղացավ և զավակ ծնեց։ Եվ իր անավատության համար Աստված պատժում է իրեն, ինքը կուրանում է։ Եվ ասում է այնքան պիտի այսպես մնաց, մինչև որ տեսնես Տիրոջը։ Եվ երբ որ Քրիստոսի 40-օրյա մանուկ Հիսուսին տանում են տաճար, մայրը, հայրը մտնում են տաճար Սիմեոն ծերունին, ինքը գնում է ընդառաջ Տիրոջը։ Սա բնականաբար այն բոլոր պատումները, որոնք որ այսօր քրիստոնեական եկեղեցին քարոզում են, բնականաբար խորհուրդ ունի իր մեջ։ Սա Քրիստոսի երկրային կյանքից մի դրվագ է, որը որ ներկայացվում է մեզ բոլորիս, բայց միաժամանակ նաև հորդոր է յուրաքանչյուրիս, որ մենք յուրաքանչյուր մոտենանք, գնանք ընդառաջ Տիրոջը։ Եվ սա կարևորագույն խորհուրդներից մեկն է մեր եկեղեցում։ Եվ մյուս տոնը, որ մեծագույն պատմության ընթացքին ուրեմն առավել մեծ շուկով էր տոնում, Վարդանանց տոնը և Ղևոնդյան հոգևորականները, բոլոր այն հոգևորականները, որոնք նահատակվեցին քրիստոնեական վարդապետության քարոզության համար և ոչ միայն հավատքի, այլ նաև հայրենիքի համար, հայրենիք և եկեղեցի պահպանության համար Վարդանանց նահատակվեցին։ Եվ սա է եղել այն խորհուրդը, որը իրենց պահել է հազարամյակների ընթացքում, որ յուրաքանչյուր մեկս պետք է լինենք և մեր հայրենիքի և մեր հավատքի պահապանները, որովհետև մեկը մեզ այդ մասին չի ասել, մենք ինքներս որպես մարդ այս աշխարհում ծնված պետք է այդ տրամաբանությամբ, այդ գիտակցությամբ մոտենանք։ Մենք ինքներս, ինչու մենք ինքներս, որովհետև վերադառնանք բարեկենդանի խորհրդին, բարեկենդանը ինչ խորհուրդ է, ադամական, Ադամ և Եվայի դրախտային կյանքն է, բայց Աստված ինչ արեց Ադամ և Եվային ստեղծելուց առաջ, այն ինչ որ մենք բոլորս ենք անում մեր երկրային կյանքի ընթացքում։ Երբ որ մի հյուր է գալիս մեր տուն, մենք պատրաստում ենք այդ հյուրընկալելի մեր օջախների մեջ, մաքրում ենք տունը, ճակերակումներ ենք պատրաստում, ամեն ինչ անենք, որ այդ հյուրի համար հաճելի լինի, մեր տանը իր զգացողությունը։ Եվ Աստված էր այդ նույն մոտեցմամբ ինքը նա ստեղծեց լույսը, աշխարհը, կենդանական աշխարհը, ամեն ինչ ստեղծեց, եղիցի լույս ասելով, և ամեն ինչ եղիցի ասելով ստեղծեց, և տեսավ, որ բարի է, և այդ ամեն ինչի համար է ստեղծում, իր նմանությամբ մարդուն ստեղծելու համար, որին չասեց եղիցին մարդ, վերցրեց կավը, ձև տվեց նրան և նաև իր շնչով իր հավիտենական լինելու հանգամանքը մարդուն տրվեց, նախատեսեց մարդուն, բայց մենք բոլորս գիտենք, որ Ադամ և Եվան մեղանջեցին և վտարվեցին ադամական դրախտից։ Այսօրը դեռ վտարման օրը չէ, այսօրը դրախտային գետեմական կյանքի օրն է, երբ որ Աստված ամեն ինչ պատրաստել է և մարդուն բնակեցրեց նույն դրախտի մեջ, բայց Աստված, որ ի տարբերություն իր ստեղծած մնացածներին բանականություն ուներ և Տերն էր նաև այն ամենին, ինչ որ Աստված ստեղծել էր, իսկ դա հոգու և մարմնի պայքարն է, որ սկսվեց այն ժամանակ։ Եվ հոգու պայքարի մեջ Ադամ և Եվան պարտվեցին, որը պատճառ եղավ նրանց վտարմանը ադամական դրախտից։ Սա նաև այն մեծ խորհուրդ ունի, որ կամ պիտի ունենար, որ յուրաքանչյուրս, որ այսօր մեր եկեղեցիներում հավաքվել են մեր ժողովրդի քրիստոնյա հայերը, հավատացյալները, նրանք այդ գիտակցությամբ, այդ զգացողությամբ զգան իրենց եկեղեցու մեջ, ադամական դրախտի ուրախությամբ, իսկ այդ ուրախությունը միայն մարմնավոր ուրախություն չի, այլ հոգևոր,
եւ առավել հոգեվոր ուրախություն է, ինչու որտեղ ավետարանը մեզ սովորեցնում է հոգին առավել է, քան մարմինը։ Հիմա գաղվանից սկսի մեջի պահոց շրջանը։ Եվ ինչպես ենք մոտենալ, ես հստակ եմ այսօրվանից արդեն, որ այս ամիսներին անդադ պիտի մոտենալ Տեր ջան, գիտեք, այս սա կերա, նա կերա, մեր գործեցի սա արեցի այս կերակրատեսակը չպիտի ուտեի, բայց հիվանդեի կերա, եւ ոչ մեկ չպիտի խոսի աղոթքի մասին։ Իսկ այսօրվա քիչ առաջ ավետարանը երբ որ ընտրեցինք, բու խորհրդի մեջ երկու կարևոր գաղափար էր դրված, որոնք են դրանք։ Նախ ողորմություն անել։ Ասում է ողորմություն արա այնպես ինչպես որ ես արեցի։ Իսկ ինչպես Աստված ողորմություն արեց։ Կամ ինչպես է անում ողորմություն։ Ասում է ծածուկ արեք այդ ողորմությունը։ Որովհետև դուք պետք է ծածուկ, եթե մի բարություն եք անում, մի գործ եք անում, դա արեք ծածուկ, ոչ թե ձեր անձը բարձրացնելու համար։ Այդ գաղտնի արեք, ինչու համար, որովհետև երբ որ դուք ծածուկ անեք, ես հայտնապես հետ կվճարեմ ձեզ։ Երկնային արքայության մեջ։ Դա էր եւ երկրորդը ինչպես լինել Աստծո հետ։ Մենք ո՞նց կարող ենք Աստծո հետ լինել։ Մենք մի բանալի ունենք, որով մոտենում ենք Աստծուն, դա աղոթքն է։ Մեր անկեղծ աղոթքն է, որի միջոցով մենք պետք է մոտենանք մեր երկնավոր Հորը։ Եվ եթե Աստծո նմանությունը ունենք, ուրեմն այն բոլոր պատվիրանները պահելով ինչ-որ Տերը մեզ ուսուցանում է։ Սա է մեծագույն խորհուրդը, սիրելի հավատացյալներ, ու բարեկենդանի խորհրդի։ Ուրախություն եւ ամեն ինչ։ Գիտեք, տարբեր կերակրատեսակները այսօր էլ պահպանվել են պատմության ընթացքում բազմապիսի, թատերականացված ներկայացումներ էին կատարվում, շատ-շատերը բացնական թվականներին մեր ժողովրդի կենցաղի մեջ էր կար, բայց կամաց դրանք բոլորը հանվեցին, դուրս հանեցին, աստիճանաբար հանեցին։ Այս դրանք շատ գեղեցիկ էին այդ խաղերը։ Հայաստանի տարբեր գավառներ տարբեր կերպով էին, տարբեր սովորություններով էին, տարբեր խաղերով էին նշում ու բարեկենդանը, նաև սովորություններով եւ նաև կերակրատեսակներով։ Բայց բոլոր տեղերում նույնն էր, պասի մեջ մտնելու խորհուրդը, դա չներկված սպիտակ ձու ուտելով հագում էր բարեկենդանը։ Ասում է սպիտակով հագենք մեր բերանը, որպեսզի կարմիր ձվով բացենք։ Սա այն երկար շրջանն է, որը որ տրվել է մեզ մեր եկեղեցու կողմից ինքնամաքրման, ինքնասրբման համար, վաղվանից սկսյալ, ամսի 20-ից սկսյալ։ Ոչ ինչ-որ մեկ ինչ-որ մի բան կուտի։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս մեր մեղքերի գիտակցությամբ զինված կարողանանք գտնել մեր մեջ մեր կատարած մեղքերը եւ փորձենք փոթափել մեզանից։ Մեր կատարած մեղքերը հակառակ դեպքում ոչ մի օգուտ չի լինելու քրիստոնեությունը յուրաքանչյուր մարդու կյանքի համար։ Սովորական ես տոն չեմ ուզում ասել, որտեղ տոնը ինքը որպես բառ ինքը հոգեվոր իմաստ ունի։ Մեր ծնունդները տոն չեն, հարսանիքը տոն չի, տոնը եկեղեցական տոներն են։ Եկեղեցական խորհուրդներն են, որոնցով մեր ժողովուրդը կարողացել է կենսունակ ապրել եւ գոյատևել այսքան հազարամյակներ, որտեղ հենված է եղել։ Ես տարիներ շարունակ այդ մասին ասել եմ, որ այդ բոլոր ավանդները, որոնք որ մենք կարող ենք ասել, մենք ասում ենք մեր եկեղեցու, բայց մարդը ականջունի չի լսում, աչքունի չի տեսնում, բայց փաստերի առաջ կանգնում է։ Այն ամենայն բոլոր ցախոտությունները, թարսությունները, որ մեր երկրի մեջ կա, նրանից է, որտեղ մենք ճշմարիտ քրիստոնյաներ չենք։ Ավելի մի փոքրիկ քրիստոնյա լինել եւ ցույց տալ, որ մենք բոլորս հազարամյակների պատմություն ունեցող քրիստոնյա ժողովուրդ ենք։ Երբ որ մեր կյանքի մեջ, մեր կենցաղի մեջ չկա այդ քրիստոնեությունը, երբ որ մենք չենք ապրում այդ տոնը եկեղեցական, մեր նախնիները ապրում են այդ տոնով, ապրում են հայրենիքի եւ հավատքի պահպանության, ուրեմն մեծագույն քաջությամբ մշտապես պայքարելով պահպանելու իրենց ժառանգությունը։ Բայց այսօր չենք անում, մենք այսօր բոլորս խոսում ենք։ Այսօր մեկը մեկից միշտ քննադատում ու չգիտեմ ինչ ենք անում։
Բայց արանքում օգտվում են բոլոր այն կազմակերպությունները, որոնք որ տարիներ շարունակ այդ որոնք ցանել են մեր ժողովրդի կյանքի մեջ։ Մենք վեր ենք ենում, դե Տեր հայրերը լավ չեն աշխատում, դրա համար էլ այդպես անում։ Չէ, բնականաբար Տեր հայրերը միշտ պետք է լավ աշխատեն, բայց մենք էլ մեր եկեղեցում հրավերք ենք արել, անում ենք հրավերք։ Մեր եկեղեցում այսօր գործում է ծխական խորհուրդ, եւ 40 օրերի ընթացքում ընդլայնված ծխական խորհրդի նիստ կապի եւ կընդլայնվի նաեւ ծխական խորհուրդը եւ երիտասարդներին։ Ինչու չեն մասնակցում եկեղեցիների իրենց կյանքին, չէ որ իրենց եկեղեցին է, չէ որ մենք տերերը չենք, ճիշտ է Տեր հայր են ասում, բայց Տերը Աստվածն է, մենք իրոց խոսքը քարոզողներ ենք, եկեղեցին ժողովուրդն է Տերը, ուրեմն յուրաքանչյուր երիտասարդ ինքը պետք է մոտենա իր եկեղեցուն։ Աստված ասում է, Քրիստոս ասում է, թույլ տվեք, որ երեխաները ինձ մոտ գան, դա ավետարանից է։ Մենք լսում ենք, այս ականջով դուրս են գալիս։ Մենք այսօր եկեղեցում գործում է եւ երիտասարդությունը, եւ նաեւ Կիրակտորյա դպրոցը, որի սաները շատ քիչ են ասում։ Հավանաբար ինչ-որ կամ ձմեռային պայմաններից եղելով, բայց ես պիտի հորդորեի մեր հավատացյալների, որ ուզում եք ունենալ հայրենասեր ազնիվ զավակներ մեր ժողովրդի, ուղարկեք ձեր զավակների թողան, ուսանեն այդ հավատքը մեր, որտեղ այդ հավատքի վրա ենք մենք հենված, եւ այդ հավատքը ժայռի վրա է կապված։ Ուստի սիրելի հավատացյալներ, իմ խնդրանքն է բոլորիդ, որպեսզի այս 40 օրերը մեզ ընձեռված օգտագործենք ողորմություն անելով։ Մատթեոս ավետարանչիը խոսքով, ավետարանով։ Մեր կյանք անցկացնենք աղոթքով։ Ինչպես ձվով փակում ենք, բերանը փակում ենք ինչի համար, որտեղ խոսելու ժամանակ կարող են մոռանանք այն մեր կատարած մեղքերը, որոնք որ մենք գործում ենք ամեն օր։ Բայց Աստված ի տարբերություն աշխարհի բոլոր ստեղծյալների հրեշտակներն են նաև մեջը։ Հրեշտակները չունեն այն հնարավորությունները, ինչ որ մարդ ունի։ Հրեշտակը մեր գործեց եւ դուրս եկավ հրեշտակած խմբից։ Բայց մարդը ունի հնարավորություն, դա ո՞ր հնարավորությունն է։ Դա կատարած մեղքը գիտակցելու եւ կատարած մեղքի գիտակցությունը հասկանալով մեղանչելու ինքը կարողանա գիտակցել իր կատարած մեղքը, թողություն խնդրել եւ նաեւ ազատվել իր կատարած մեղքից։ Ուրեմն այս 40 օրերը 40-ն ասում, բայց բնականաբար իրենք 49 օրեր են, որովհետև այնտեղ չի հաշված ավակ շաբաթի այս նախորդող, ուրեմն Զատիկին նախորդող 9 օրերը, որոնք որ ավելանում են եւ միասին դառնում են 49 օրեր, այս օրերը մեզ ընձեռված օգտագործենք մեր մեղքերի գիտակցության, մեղքերի մաքրման, այս գիտակցության, որ կարողանանք գտնել մեր մեղքերը, սիրենք միմյանց առավել, ողորմություն անենք միմյանց եւ նաեւ մեր աղոթքով արժանի լինենք մեր Տիրոջ ներկայությանը եւ վերջնական իմաստով բոլորս միասին Քրիստոսի հարության օրը երբ որ գանք կանգնենք եկեղեցի եւ ասենք Քրիստոս հարյավ իներելոց մեր հոգիները եւ մարմինը պատրաստ լինի մեր մեջ տեսնելու հարության Քրիստոսին այսօր եւ վաղը եւ հավիտյանը հավիտենից ամեն